Էլ չասեմ ինչից ենք խոսելու, երևի ենթադրում եք ինչից ենք խոսելու, դուք որպես այդ պատմության խորքից եկող անձնավորություն, այսօր ինչ նշանակություն եք տալիս այդ հրապարակումներին։ Խոսքը գնում է այդ բանակցային գործընթացի հրապարակումներին, նախ ես ծանոթացել եմ բոլոր այդ փաստաթղթերին, իմ կարծիքով լրիվությամբ չի հրապարակված, ամեն ինչ չի այնտեղ ընդգրկված, նախ այդ Քի Վեստի փաստաթուղթը, որ իբր ժամանակ թերթում Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացման եղել է, դա իմ կարծիքով չի համապատասխանում իրականությանը, որտեղ դա ավելի շատ նման է Գոբլի պլանին, որի մենք դեռ առաջին պատերազմի ժամանակներից, այդ հետպատերազմյան ժամանակից ծանոթ էինք, իսկ Քի Վեստի մասով ինչու եմ ես գտնում, որ չի ամփոփ, որտեղ պատերազմի վերջում, առաջին պատերազմի վերջում Ռոբերտ Քոչարյանը մեր զրույցների ժամանակ համոզված է եղել, որ հնարավոր է լինելու Ալիև Ավագի հետ այդ փոխզիջումային տարբերակով տարածքներ կարգավիճակի դիմաց գնալ կարգավիճակի թե միջանցքների դիմաց։ Չէ, կարգավիճակի։ Այստեղ էլ կարիճելի է հարց։ Չէ, կարգավիճակի դիմաց։ Մեղրին եւ Լաչինը Ես հիմա շարադրեմ, էլ ինքը համոզված է եղել, ու մի անգամ չենք մեկ այդ հարցի շուրջ խոսել իրար հետ, անգամ ես գտնում եի, որ առանց նախապայմանների զինադադարի գնալ 94 թվականին դա սխալ է, որ հետագայում Ադրբեջանը չի գնալու փոխզիջումների, ունենալով նավթային գործոն, Թուրքիայի գործոնը եւ այլը Ռուսաստանի շահագրգռվածությունը հիմնավորում էի, բայց ինք համոզված է եղել։ Ես անգամ այդ զրույցների ժամանակ տեսնում եմ ինչքան ենք համոզված, որ երևում է Հար Ալիև այդ հեռախոսազրույցների ժամանակ հետո մշտական կապի մեջ է եղել այդ Հայր Ալիևի ժամանակ։ Համոզել է նրան, որ հնարավոր է այդ տարբերակ, ասիկա տարածքներ կարգավիճակի դիմաց։ Ես համոզված եմ, որ այդ Մեղրի ճանապարհի խնդիրը հետո Ալիև առաջ քաշել, արդեն Քիևստը բանակցությունների ժամանակ, որտեղ մինչ այդ մենք տեղյակ չենք եղել դրա մասին։ Մենք գիտենք Գոբլի պլանը, որը մերժվել է եւ այլն, դրա մասին ընդհանրապես խոսակցություն չկար։ Բայց քանի որ փաստաթուղթը չկա մեր սեղանին, Քիևստի այդ բանակցությունների փաստաթուղթը, որտեղ կա, ասենք Ալիևի Դե ասում են կառավարությունում էլ չկա։ Դե չկա, ուրեմն չի հրապարակվել։ Ալիևը իմ կարծիքով Բայց ինչ-որտեղ կա։ Իմ կարծիքով, նո կարող Ամերիկայի պետդեպարտամենտում, բայց ոչ մեր նախագահներից, բայց ոչ մեր որեին մոտ։ Վստահ եք ասում, երևի գիտեք ոչ։ Այո, ստեղ մենակ Քոչարյանին որպես վկայի այդ բանակցությունների նրա տված ինֆորմացիան, իսկ նա պնդում է, որ խոսքը գնում է ճանապարհի մասին։ Ես ավելի շատ հակված եմ հավատալ Քոչարյանի պնդումներին։ Դա ամենաշատ քննարկողն է միջալոց։ Մեղրի երբ խոսում են նաև Արցախի Հայաստանի հետ կապի մասին։ Լաչինի Միջանցքի դրանք ոչ մի կարգավիճակ։ Խոսել են այդպիսի փոփոխության մասին։ Արցախի կարգավիճակը թողնելու հետո Քիևստը Չէ։ Ընդհանրապես տարածքների փոխանակման խնդիրը այդ կոնտեքստում է քննարկվել։ Չնայած որ փուլում, որ փուլում։ Դե ուրեմն բերեք փուլերից խոսենք։ Միսկի խմբից առաջ եւ հետո։ Այո, ուրեմն մենք պետք է ամբողջ բանակցային գործընթացը այսպես կարմիր թելի նման սկիզբ միջև վերջ դիտարկենք, որտեղ ստեղծած պայմաններին համապատասխան։ Հարգելի Արշեն, ես պիտի խնդրեմ նաև գնահատել։ Դուք այդքան բանը տեսել եք։ Միսկի խմբի ստեղծելուց առաջ եւ հետո մեր դիրքերը նախընտրելի երբ են եղել ավելի։ Ուրեմն նախ միջև Միսկի խմբի ստեղծվելը փաստորեն անգամ սովետական ժամանակներում, երբ Արցախյան շարժումը թափ էր առնում, չէ՞։ Միջ այդ եղել են բանակցություններ, բայց այդ բանակցությունները եղել են ԽՍՀՄ պետության ղեկավարության հետ։ Օրինակ 87 թվականին Արցախից պատվիրակություն են մեկնել Մոսկվա, կենտրոնական կոմիտեին բանակցել են, վերադարձել, անգամ մեր գործարանից մի հատ բանվորել է եղել պատվիրակության կազմում։ Հետո արդեն մերժումներ են ստացել։ Չէ, ընդհանրակը խոստումներ են տվել, որ Գորբաչովը պարտավորում է ազգային հարցը պետք է վերանայվի եւ այլը, գալիս են մեզ ողջավորված պատմում էին, դա եղել է մինչև փետրվարյան նստաշրջանից 2 ամիս առաջ։ Փաստորեն այդ խոստումներն են մեզ ողջավորել, մեր ժողովրդին ողջավորել, որ ԽՍՀՄ ղեկավարությունը պատրաստ է վերակառուցման քաղաքացիական շրջանակներում վերանայել քաղաքականությունը։
եղել են այդպիսի բանակցություն։ Նաև շարժման ընթացքում ամբողջ 88 թվականի ընթացքում բազմաթիվ հանդիպումներ են եղել, ես հիմա այդքան ժամանակ չունեմ, որ ես մեկ թվակեմ, բազմաթիվ հանդիպումներ են եղել եւ Արցախում, եւ Մոսկվայում, եւ Բաքվում տարբեր մակարդակներով։ Նու ես ավելի նշանակալից է կնշեի Վոլսկու ժամանակների 89 թվականի ամռանը, աստորեն երբ մոդել էին առաջարկում երբ Վոլսկու հատուկ կառավարման կոմիտեն արդեն գործում էր եւ որպես միջանկյալ տարբերակ էին քննարկում, այսինքն Արցախը ենթարկել կառավարման ուղիղ Մոսկվային, լի հատուկ կառավարման մոդել էր մտցվել։ Ես ասեմ հիմա այդ ժամանակ Վոլսկու նախաձեռնության Մոսկվայից մեծ պատվիրակություն է գալիս Արցախ, պատգամավորներ, քաղաքական գործիչներ, ես մի քանիսի անունն եմ հիշում, Ոս, Խալիկ, Մանյակին, մյուսներին չեմ հիշում, մեծ պատվիրակություններ, անգամ հանդիպման ժամանակ ակտիվի, ես էլ եմ ելույթ ունեցել, ելույթ ունեցել շատ են եղել, կոլեկտիվները մեն հանդիպել, ամբողջ Արցախի տարածքում եղ շրջել են, ժողովուրդ հետ են շփվել 89 թվականի ամռանը, Վոլսկու ժամանակ եւ մեծ բավականին շատ մեծ եւ լավ տպավորությամբ մեկնել են Մոսկվա ներկայացրել խնդիրը, որ շատ ճիշտ է այդ Վոլսկու կառավարման կոմիտեն ճիշտ ճանապարհը է, արդյունավետ աշխատում է, պետք է այդ ուղղությամբ շարժվել, այսինքն Արցախը հանել Ադրբեջանի ենթակայությունից եւ հատուկ կառավարման մոդելով շարժվել, բայց չգիտես ինչու Գորբաչովը թիկում չկանգնեց։ Գորբաչովը։ Այո, դեռ ես չգիտեմ։ Հետաքրքիր է Մոսկվայի եւ Երևանի եւ Բաքվի մոտեցումը։ Դե ես ասեմ, Ստեփանակերտի մոտեցումը։ Հետագայում Վոլսկին իր գրքում, ես ավելի շատ հակված եմ Վոլսկուն հավատալ, նո, Վոլսկին իր գրքում գրում էր, դա ես իմ տանը մնացել Ստեփանակերտում էր Վոլսկու գիրքը։ Վոլսկին գրում էր, որ Գորբաչովը իրան թիկուկ չկանել, փաստորեն իրան խաբել է։ Դրա համար ինքը այլևս չի ցանկանում այդ մարդու հետ աշխատել։ Իրան շատ պաշտոններ առաջարկել Գորբաչովը, Վոլսկին մերժել, այսինքն Գորբաչովը թիկունք չկանել Վոլսկուն, Ադրբեջանի պահանջով, փաստորեն Ադրբեջանի ղեկավարությունը տեսնել որ Վոլսկին հիմնականում իօքոտ հայերի աշխատում, այսինքն փաստորեն այդ խնդրի լուծման այսպես աստիճանական քայլերով առաջ է շարժվում։ Վոլսկու ժամանակ Արցախը այնքան է տնտեսապես օգուտներ ստացել, զարգացել, որ անգամ դժվար է նկարագրել, միջայդ, ասենք տասնյակ տարիների ընթացքում չի Արցախը այդքան դրսից օգնություն ստացել, ինչքան Վոլսկու ժամանակ։ Մենակ մեր գործարանը երևի 5-6 տարվա թվային առումով էլի, թվերով ֆինանսական առումով օժանդակություն էր ստացել։ Ուզում ասեմ, Վոլսկին շատ մեծ աշխատանք է կատարել Արցախի համար, նրա զարգացման համար։ Դրա համար Ադրբեջանը սկսել էր բողոքել, խնդիրը դրել Գորբաչովի առաջ, որ պետք է լուծարել Վոլսկու կոմիտեն։ Այդ ժամանակ մեր որոշ քաղաքական գործիչներ եւս փաստորեն սխալներ են թույլ տվել Վոլսկու դեմ ելույթներ են ունեցել, հաշվ առնելով, որ ադրբեջանցիք Խոջալու իմ շինարարություն էին անում եւ այլ իրանց։ Դուք նկարագրում եք այն ժամանակաշրջանը, երբ Արցախը ուղիղ մասնակցել է իր խնդրի կարգավորման։ Այո, այսինքն փաստորեն այդ երբ Վոլսկու կոմիտեն լուծարվում, արդեն Պալյանիչկոյի կազմկոմիտենը ստեղծում, որը ռեպրեսիվ օրգան էր, այնտեղ արդեն բանակցությունը մասին այնտեղ բանակցությունը չկա, ընդամենը եթե մեր ղեկավարները հետո արդեն մենք գալիս ենք մեկ մակարդակի բանակցությունները եղել են 91 թվականի աշնանը սեպտեմբերի արդեն 23-ին Ժելեզնավոցկում Ելցինի, Նազարբաևի եւ Արցախի Հայաստանի մասնակցությամբ արդեն մինչև 92 թվականի հունվարը, երբ մենք հռչակագիր ենք ընդունում անկախության, փաստորեն Ադրբեջանը այդ Ժելեզնավոցկից հետո նոյեմբերին նույնիսկ որոշում ընդունում լուծարում Արցախի հանրապետությունը, որը մենք հռչակագրով սեպտեմբերի 2-ին ընդունել էինք։ Փաստորեն Ադրբեջանը էլի չի ընդունում անգամ այդ կոմպրոմիսային տարբերակները, որ Ժելեզնավոցկում Ելցինը, Նազարբաևը բան համատեղ քննարկել էին։ Եվ փաստորեն մենք ստիպված ենք լինում հռչակագիր ընդունել արդեն անկախության մասին։ Դրանից հետո արդեն պատերազմը բորբոքվում եւ Մինսկի խումբը ստեղծվում արդեն մարտ ամսին 92 թվականի մարտի 24-ին։ Այսինքն մինչև պատերազմը լայնածավալ բնույթ ստանալը
այս բանակցությունների շղթան գալիս է 87-ից մինչև 91 թվականի վերջ։ Շատ կարևոր հանգույցի վրա է կանգ առել։ Հիմա ասեք, ինչ կլիներ, եթե Արցախը մնար բանակցային process-ում եւ ինչ հետևանք ունեցավ process-ից դուրս թողնելը։ Դուք արդեն խոսում եք 95-96, ես ճիշտ կլինի մենք խոսենք Մինսկի խմբի ստեղծման եւ բանակցային գործընթացի մասին մի քանի խոսք, հետո գանք դրան ասենք, էլի։ Փաստորեն, երբ ստեղծվում է Մինսկի խումբը 11 պետություններից բաղկացած մարտի 24-ին ԵԱՀԿ-ի որոշմամբ 3 սկզբունքների հիման վրա սկսվում է բանակցային գործընթաց, այսինքն այդ խումբը ստեղծվում է որպեսզի OBS-ի 3 սկզբունքների հիման վրա տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշման իրավունք ուժի չկերել։ Այդ հիման վրա փորձ արվի գտնել կոմպրոմիսային, փոխզիջումային տարբերակ կոնֆլիկտի գոտում, որտեղ արդեն պատերազմը լայնածավալ բնույթ է ստացել 92 թվականի գարնանը։ Ես սկսում եմ բանակցությունները մինչև հուլիսի սկիզբը, Շուշին մենք ազատագրել ենք մայիսին, բայց մինչև հուլիսի սկիզբը Մինսկի խումբը բանակցություններ էր գնում 11 պետությունների շրջանակներում, որին մասնակցում էին Հայաստանի պատվիրակությունները։ Մի քանի անգամ այդպիսի հանդիպումներ, բայց Արցախի պատվիրակությունը հրաժարվում էր մասնակցելուց։ Մինչև հուլիսի սկիզբը։ Բայց կարող էր մասնակցել։ Կարող էր անընդհատ պահանջում էին Լևոն Տեր-Պետրոսյանը զանգում էր, խնդրում էր, որ Արցախի պատվիրակությունը եւս հրավիրված է այդ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունին, բայց մերոնք հրաժարվում էին, որտեղ գիտեին Լևոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը, որ նա 91-ին էլ, 92-ի հունվարին էլ մի քանի հարցազրույցները նշում էր, որ ինքը դեմ չի, Հայաստան դեմ չի, որ Արցախը լայն ինքնավարության կարգավիճակով մնա Ադրբեջանի կազմում։ Այն դեպքում, երբ արդեն պատերազմ էր սկսվել եւ այդքան զրկակներից, տանջակներից հետո Արցախի ժողովուրդը այդ պատերազմի պայմաններում Հայաստանի ղեկավարը հայտարարում ասում է ինքը դեմ չի, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում լայն ինքնավարության կարգավիճակով։ Դրա համար մեր Գերագույն խորհրդի նախագահությունը չէր ցանկանում պատվիրակություն ուղարկել, մտածելով, ենթադրելով, որ պարտադրելու են այնպիսի որոշումներ, ոչ հայանպաստ որոշումներ, մերժում էր, բայց արդեն 92 թվականի հուլիսի սկզբին, երբ արդեն Արցախի տարածքի 50%-ը գրավել էր Ադրբեջանի բանակը, երևի տեղյակ եք, որ Շուշիի ազատագրումից հետո Ադրբեջանը 4-րդ բանակի, որը տեղադրված էր Ադրբեջանի տարածքում, ամբողջ սպառազինությունը Ռուսաստանը փոխանցում Ադրբեջանին, բայց 7-րդ բանակը դեռ պահելով, չհանձնելով Հայաստան, այսինքն ստեղծում է մի այնպիսի իրավիճակ, բալանսը խախտում է, մենք փաստորեն այսպես դատարկ ձեռքերով համեն մի քանի տանկ ունեինք, ասենք որսորդական հրացաներ, ավտոմատներ եւ այլը, ու մեր դեմ մի ամբողջ բանակ է շարժվում, 100-ավոր զրահատեխնիկայով, 50 ինքնաթիռով եւ այլը, եւ նրանք շատ կարճ ժամանակում Ղարաբաղի կեսը գրավում են, Արցախի կեսը գրավում են։ Այդ պայմանները արդեն երբ մեր ճակատագիրը մազից էր կախված եւ փաստորեն անելանի վիճակի մեջ ենք հայտնվում, նոր մեր Գերագույն խորհրդի նախագահությունը համաձայնում է Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկին եւ պատվիրակությունը ուղարկում Հռոմ։ Պատվիրակությունը 3 հոգուց էր բաղկացած, ես նշանակում եմ այդ պատվիրակության ղեկավար։ Հուլիսի 3-ին ենք մենք մեկնում Հռոմ 92 թվականին։ Մենք հասնում ենք Հռոմ արդեն 4-ին հուլիսի ինֆորմացիան ստանում ենք, որ Մարտակերտն են գրավել արդեն թուրքերը։ Փաստորեն եւ Շահումյանի շրջաններ գրաված եւ Մարտակերտի շրջանի մեծ մասը ներքևից էլ Հադրութի շրջանից էլ գրավել, մի խոսքով Արցախի տարածքը մնացել է մոտավորապես 50%, մնացածը իրանց կողության տակ էր։ Այդ պայմաններում սկսվում է մեր մասնակցության բանակցությունները։ Միջև Հռոմ մեկնելը մեզ ընդունում է Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռաֆի Հովհաննիսյանը, որ այն ժամանակ արտգործնախարարն է, որոշ գործիչներ, Խոսրով Հարությունյանը, որոնք մասնակցել են մինչ այդ բանակցությունների եւ մեծ ինֆորմացիա են տրամադրում, ինչ վիճակ կա, ինչ պետությունի դիրքորոշում ունեն։ Մենք այդ ինֆորմացիան հավաքում ենք, Լևոնը ինձ ասում է, Լևոն Տեր-Պետրոսյանը ասեց, որ ջան, ասում է, պիտի գնաս կառուցողական մոտեցում ցուցաբերես, այսինքն ստորագրես, գնա զիջումների եւ այլը, ես
ճիշտ ասած լավ չի հասկանում, ինչու պիտի գնանք, Ադրբեջան Ղարաբաղը կեսը գրաված եւ այլ ինչու պիտի մենք այդ պայմաններում գնանք զիջումների, պատճառը ինչն ասում, պատճառն է, որ Հայաստանն ագրեսոր են անվանում, ուզում են պատժամիջոցներ կիրառել։ Ես ավելի եմ զարմանում, Ադրբեջանը հարձակվել է ագրեսիվ պատերազմ նախաձեռնում, Հայաստանը ինչու պիտի պատժամիջոցներ կիրառեն, դա դե լավ, ես տեղում կծանոթանամ, բայց ասի եթե ոչ հայանպաստ որոշումներ լիներ, Լևոնը Կոկոյեչ կներեք, ես չեմ ստորագրելու։ Ուզում եք թող ուրիշ մարդ ղեկավարի պատ։ Ասես չէ, Բորա ջան, գնա կտեսնենք։ Ուրեմն մենք գալիս ենք Հռոմ եւ իմ սպասածից ավելի վատ իրավիճակը բարձվում։ Ես չէի պատկերացնում։ Գալիս եք տեսնում եք սեղանին դրած 11 պետությունների Մինսկի խմբի ներկայացուցիչները նստած, Հայաստանի պատերազմությունները նստած, սեղանին դրած փաստաթուղթ կոչվում է ժամանակացույց Շուշիից եւ Լաչինից հայկական զորքերի դուրս բերման ժամանակացույց, պատկերացրեք եք, Ստեփանակերտից 10-15 կիլոմետր վրա ռազմական գործողություններ են, այնտեղ քննարկում են Լաչին Շուշիի զորքերի դուրս բերման։ Կապիտուլյացիայի թուղթ են քննարկում։ Դրան գումարած եւ երկրորդ նախապայման Ադրբեջանի, որ Արցախը պիտի մնա Ադրբեջանի կազմում, ոչ մի խնդիր չպիտի վերաբերվի ասին կարգավիճակին։ Այսինքն կապիտուլյացիա 100%-անոց եւ այդ պետությունները նստած քննարկում են այդ փաստաթուղթը։ Մենք շշմել ենք, ես ասի գիտեք ինչ, ոչ մի գրաֆիկ ժամանակացույց չպիտի քննարկվի այստեղ, քանի եթե դուք մեզ հրավիրել եք մասնակցելու Արցախի պետարությունում, մենք գտնում ենք, որ առաջին հարցը, որ պիտի այստեղ քննարկենք, այս շրջանակնում պետությունների, դա պիտի լինի մեր պատվիրակության լիազորությունների հարցը։ Չէ՞ որ ես ինչ-որ փաստաթղթեր պիտի ստորագրեմ, չէ՞, ինչ լիազորությունների օժտում Մինսկի խմբը մեր պատվիրակությանը։ Դա մեկ։ Երկրորդը բոլոր այդ հարցերը կապված տարածքների փոխանակման կամ ազատման, ասենք բնակչության վերադարձի, հումանիտար խնդիրների եւ այլ բոլոր այդ կոմպլեքս խնդիրները, այդ թվում եւ կարգավիճակի հարցը Արցախը պետք է ընդգրկել մեկ փաթեթի մեջ առաջին կետով պիտի լինի Արցախի կարգավիճակի, այսինքն անկախության խնդիրը։ Դա պարզ է, հետո ռազմական այս խնդիրը մենք դնում ենք ռազմական իրադարձությունները այլ բնույթ ստացան։ Ադրբեջանը չի համաձայնվում, պարզ է, որ այսպես անգամ այն ժամանակ Ադրբեջանը նաև մեկ ուրիշ խնդիրներ առաջ մղել, երբ մենք հայտնել էինք Հռոմում, որ Շուշին գրավել է Հայաստանի էքսպեդիցիոն կորպուսը, 15000-անոց Հայաստանի էքսպեդիցիոն կորպուսը։ Դա լրիվ սուտ եւ հիմարություններ շրջափակման պայմաններում միջով Շուշին ազատագրելու մեկ շրջափակման մեջ են, չէ՞։ Ոնց կարա էքսպեդիցիոն կորպուսը հայտնել Արցախում։ Բայց նրանք պնդում էին, հիմա Հայաստանի պատվիրակությունն էլ հակաճառում է, բայց չի կարողանում ապացուցել, որ դա սխալ է, էլի։ Թուրքերը այդպես նախրապում ոնց որ ես մտածում եի ոնց սրանց ապացուցեմ այս Մինսկի խմբի պետություններին, որ դա սուտ է, էլի։ Մեկ էլ հիշեցի, որ չէ որ շրջափակման պայմանը մի հատ ուղղաթիռ էր ընդամենը գալիս Արցախ, 2 տոննանոց ուղղաթիռ հումանիտար ինչ-որ բաներ բերեմ էլի, վառելիք, там ալյուր եւ այլը, այդ Ամերիկայի ներկայացուցիչին Ջոն Մարեսկային հարցրի, բոլորի ներկայությամբ ասում են պարոն Մարեսկա, դուք կարող եք որպես հզորագույն պետության ներկայացուցիչ հաստատել, որ օրը մի ուղղաթիռ էր գալիս Արցախ Հայաստանից շրջափակման պայմաններում։ Սա իսկույն, ասում եմ իհարկե, մենք դա տեղյակ ենք, դա գաղտնիք չի, դա բոլորն էլ գիտեն, մենք անգամ ասես վերահսկում ենք, ոչ մոտից եւ այլը։ Այո, ես հաստատում եմ, որ մեկ ուղղաթիռ էր գալիս, 2 տոննանոց ուղղաթիռ Արցախ։ Հիմա ասում եմ, դե այ հաշվարկը դնում եմ ձեր առջև։ 15000-անոց էքսպեդիցիոն կորպուս իր զինվորներով, զինամթերքով եւ այլը տեղափոխելու համար իմ հաշվարկներով 3-ից 4 տարի է պահանջում։ Ոնց կարա մի քանի ամիսների ընթացքում Հայաստանի տեղափոխվել։ Այս Մարեսկոն ասում է համաձայն եմ, ճիշտ եք ասում, Շուշին գրավել են Ղարաբաղի ուժերը, ու կարող է Հայաստանից օգնություն եկած լինի, չնչինելի, բայց հիմնականում այն պատկերացրեք ինչպիսի վիճակ է ստեղծում։ Հիմա բոլորը այսպես գլխով ոչ մի համաձայնության նշան են տալիս։ Ես Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը
վերակենում, աթոռը գետնին ախփում, այսպես վիճակը ամառն է, չէ՞, ցածր վրա վիճակն էլ գետնին գնում, ոշում շաղկալի դուրս է գալիս շենքից, բան, թուրքական պատվիրակության հետևից գնում է մի կերպ համոզում, բերում, մի խոսքով այդ հարցն էլ է մեջտեղից հանվում, որ Շուշին գրավել են Հայաստանի էքսպեդիցիոն կորպուսը, այսինքն Ղարաբաղցիք են գրավել։ Դա էլ ենք հանում մեջտեղից, այդ գրաֆիկն էլ ենք հանում մեջտեղից, բայց արդեն կարգավիճակի մասով ոչ մի կերպ Ադրբեջանը չէր համաձայնում։ Դրա համար բանակցային գործընթացը ձգձգում է մինչև 93 թվականի փետրվար-մարտ ամիսները, փաստորեն հուլիսից մինչև մարտ։ Ես այդ 4 պատվիրակությունները ղեկավարել եմ եւ անընդհատ մենք քայլ առ քայլ կարողանում ենք առաջ շարժվել, որտեղ այնտեղ գիտեք ոնց է Միսկի խումբը այդ միջոն առաջարկությունները ձևավորում էին հաշվառնելով մի քանի հանգամանքներ։ Եվ արդեն 93 թվականի գարնանը փաստորեն երբ քննարկում էր զինադադարի հարցը եւ մանդատի խնդիրը, պետք է հաստատվեր մանդատը խաղաղապահների, այդ փաստաթղթի քննարկմանը արդեն մեր պատվիրակությունը մասնակցում է եւ արդեն իմ ստորագրությունն էլ կար այդ փաստաթղթի տակ, այսինքն մենք ընդունվել ենք որպես բանակցային կողմ։ Բանակցային կողմ 3 պետություններ կոնֆլիկտի՝ Հայաստան, Ադրբեջան, Արցախ, արդեն կոնֆլիկտի կողմեր են եւ մենք որպես բանակցային կողմ արդեն կար իմ ստորագրությունը։ Հարգելի Արուշյան, ինձ ասում են, որ մեր ժամանակացույցը մենք վաղուց խախտել ենք, բայց ոչինչ։ Խնդրում եմ ուղղակի կարճ ասեք, այս ամբողջ 30-ամյա պատմության մեջ որ փուլում է եղել հնարավորը անելու սահմանը։ 94 թվականի մայիսին այդ զինադադարի նախօրյակին, երբ ադրբեջանական բանակը լրիվ ջախջախված էր, միջև փուրը մնացել էր 20 կիլոմետր։ Պետք է ստորագրել ոչ թե զինադադար, այլ այդ ժամանակ Ալիևը, Հայր Ալիևը ամեն օր զանգում էր Լևոն Տեր-Պետրոսյանին, անգամ Աշոտ Մանուչարյանին, մի քանի անգամ օրեկան զանգում էր Քոչարյանին, անգամ մի անգամ ես Քոչարյանի կաբինետում տնտեսական հարցեր էինք քննարկում, ես այդ բլոգն էի ղեկավարում, Ալիևը զանգում է, դե ոյ չի ասելու դուրս արի ես խոսեմ, ես ներկա եմ եղել այդ զրույցին, հեռախոսազրույցին, տեսնեիք ինչպես էր աղաչում Ալիևը Քոչարյանին, ինչպիսի կոմպլիմենտներ էր անում, էսեր անում, խոստումներ էր տալիս, որ մենք կպայմանավորենք, որ մենք փոխզիջումներով եւ այլ, զորք չկար մեր առջև, անգամ նրանց ոստիկանական ջոկատները, որ եկել էին օգնության, նրանք էլ են թողել փախել, միջև փուր ազատ էր մեր առջև, իսկ փուրը անցնում էին Ադրբեջանի կոմունիկացիաները, ճանապարհներ եւ չէր եղել զինադատարի փաստաթուղթ, այլ եղել էր այլ փաստաթուղթ։ Չէ, եթե մենք պնդեինք, որ գնում ենք կանգնենք Քուրգետի վրա, վերահսկողություն սահմանենք այդ կոմունիկացիաների վրա, Ադրբեջանը ուզած չուզած ստիպած համաձայնվել էր Արցախը ճանաչել, նոր դրանից հետո կընկնվել զինադադարը, ես համոզվել եմ մեր սխալը այդտեղ է եղել, առանց նախապայմաններ, ես անգամ պնդում էի Քոչարյանին, ասում էի, սա ինձ հարմար պահ չի լինել, որտեղ հետո եթե մենք հիմա չկնքենք այդ պայմանագիրը, այ միայն գնանք առանց նախապայմանների զինադադարի, հետո չենք կարողանալու որևէ խնդիր լուծել, որտեղ Ադրբեջանը ունի նավթային գործոն, Ադրբեջանի թիկունքին կանգնած Թուրքիան եւ այլ Ռուսաստանն է շահգրգռված, որ Ադրբեջանը իր հսկողության վերցնի, դրա համար Ադրբեջանը ոչ մի պարագայում չի գնալու մեր կարգավիճակի ճանաչման, բայց չլսեցին ոչ ինքը, ոչ Լևոնով